հիմա դուրս են եկել, էլի իրենց ծառայությունը շարունակելու են բոլորին։ Նույնը, ես չգիտեմ, եթե արդեն խոսակցություններ են տտտվում բժշկական հաստատությունների վերաբերյալ, նույն այնտեղ է, նորից բուժվում են, այսինքն բոլորն էլ կարող են հիվանդանալ, չէ՞, երբ որ մարդը առողջությունը կորցնում է, չեն հարցնում ինքը ինչ հայացքների տեր է, եւ բոլորն էլ աղոթում են։ Այս մասով որևէ մեկը չի կարող հակառակ բան ասել։ Իսկ եթե դուրս բերեն այնտեղից էլ, նշանակում է նորից ոչ թե եկեղեցու դեմ են։ Մենք փառքասը հոգեվորականներս այդ խնդիրը չունենք։ Մեր աղոթելու տեղն է, որտեղ է լինի, մենք աղոթում ենք։ Հիմա տեսեք, այսօր անազատության մեջ են գտնվում 4 սրբազան հայրեր, իրենք աղոթում են, թե չեն աղոթում։ Մեզանից շատ են աղոթում։ Այսինքն այդ քայլերը, եթե մտածում են, որ եկեղեցու դեմ է, դա եկեղեցու դեմ չէ, այդքան նեղ չէ հարվածը, ամբողջ հայ ժողովրդի դեմ է։ Հիմա հարցրել են կարծիք, օրինակ եկեղեցու պատմություն առարկան, որ դպրոցից դուրս բերեցին, հարցրեցին կարծիք աշակերտների եւ հազարավոր աշակերտների եւ ուսուցիչների, բանակից դուրս բերելու, հարցրեցին զինվորների եւ սպաների կարծիքը եւ այլն։ Այսինքն մենք ասում ենք մեր կարծիքը, որ դա ոչ թե եկեղեցու դեմ է, այլ հայ ժողովրդի դեմ է։ Շնորհակալություն։ Օրինաբերեն 7 եպիսկոպոսների մասով քրեական փաստորեն հանրային քրեական հետապնդում նախաձեռնվեց քննչական կոմիտեի կողմից եւ ըստ էության ստեղծվում է մի իրավիճակ, որ կաթողիկոսի գործողությունները իրավական ուզում են ընթացք ստանա։ Հիմա ստեղծվում է իրավիճակ, որ նա ցանկացած գործողություն իրավական ընթացք են ուզում որպես իրականացվի։ Հիմա ինչ է լինելու։ Ինչ դուք խնդիր եք տեսնում այս առումով եւ ինչ զարգացումներ կարող են լինել, որովհետեւ ասում են հաջորդը կաթողիկոսներ լինելու։ Այս մենք էլի ասել ենք, տեսեք, ցավի սիրտ որևէ բանից էլ չենք մենք զարմանում, այն որ մեր եպիսկոպոսները, գիտեմ, որոշում է կայացվել, քրեական գործ է հարուցվել, այս ամեն ինչը, որ ասում են քրեական գործ, որոշում, մի տեսակ ծիծաղ ու ժպիտ է առաջացնում, որովհետեւ եկեղեցին միշտ իր ժողովները գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոսատ ժողովներ, տեղական ժողովներ արել է եւ երբևիցե այսպիսի բան չի եղել։ Այսինքն դա ասել ենք, ասում ենք, սահմանադրության խախտում է, դա օրենքների խախտում է, եկեղեցին անջատ է պետությունից իր նիստուկացով, կանոններով, օրենքներով, իր կանոնադրությամբ առհասարակ։ Եպիսկոպոսատ ժողովից ինչու են այդքան անհանգստանում, վախենում, որ նման գործողություններ արվում, որ չկարողանան մեկնել։ Ես չեմ կարող ասել վախենում են, թե չեն վախենում, բայց որ կարևորում են բոլորը եպիսկոպոսատ ժողովը, դա փաստ է, եւ որ կարևորում են շատ լավ է, պիտի կարևորեն, բոլորն էլ պիտի կարևորեն, եւ դրանով իսկ ցույց են տալիս, ինչքան էլ բարձրաձայն են, որ մենք չենք ընդունում այսպես ասած լեգիտիմ չէ այդ որոշումները, այս քայլով ցույց են տալիս, ովքեր որ ուզում են խոչընդոտել եպիսկոպոսատ ժողով այս քայլով ցույց են տալիս, որ այո, իրանք ընդունում են եւ վեհապար հայրապետի իշխանությունը եւ մեր եպիսկոպոսների, եպիսկոպոսատ ժողովի որոշումները, ինչը շատ լավ է եւ մեր ժողովուրդն սա տեսնում է։ Հեռավար կարող է անցկացվել։ Չեմ կարող ասել այդ հարցերին, մայրաթորը կանդրադառնա, հայտարարությամբ հանդես կգա եւ մենք բոլորս կտեսնենք։ Որևէ բան չի բացառվում։ Ներողություն, իսկ հավանական է, որ որոշում փոխվի եւ այնուամենայնիվ Հայաստանում անցկացվի եպիսկոպոսատ ժողովը, հաշվի առնելով այս ռեպրեսիաները։ Հստակ չեմ կարող պատասխանել, բայց ի սկզբանե եպիսկոպոսատ ժողովը տեղափոխվեց Հայաստանից դուրս, մայրաթորն էլ հայտարարությամբ հանդես եկավ, որովհետեւ մտավախություն կար, վտանգ էին զգում։ Դրա համար որոշվեց, որ եպիսկոպոսատ ժողովը դուրս է պիտի արվի Ավստրիայում այս դեպքում։ Հիմա Հայաստանում կարվի թե չէ, ես քիչ հավանական եմ համարում։ Երբարեն իսկ հավանական համարում եք, որ եպիսկոպոսների նկատմամբ հենց մոտենան ժամանակահատվածը, երբ որ եպիսկոպոսատ ժողով լինի, էլի կլինեն քրեական գործեր մյուսների հանդեպ։ Արդյոք վտանգավոր չի որոշումը, որ եպիսկոպոսատ ժողովը անցկացվի Հայաստանում։ Դե դրա համար մայրաթորը հանդես եկավ հայտարարության, որ եպիսկոպոսատ ժողովը դուրսը պիտի արվի, որովհետև ինքը հենց մայրաթորը արտահայտեց, որ վտանգ է զգում։ Ինչ որ բաներ զգում է, որ կարող է այնպես չլինել, դրա համար որոշեց, որ եպիսկոպոսատ ժողովը դուրսը լինի։ Իսկ թե ինչ կլինի, քրեական գործեր կլինեն, թե չեն լինի, ես անկեղծ ասած չեմ բացառում,
բայց միևնույն ժամանակ ասում ենք, որ բոլոր այդ քրեական գործերը հիմա մեր սրբազան հայրերի 4 սրբազան հայրերի դեմ հարուցված քրեական գործերը անհիմն են, բոլորն են տեսնում, լրատվամիջոցներն էլ են տեսնում, մարդիկ էլ են տեսնում, ուղղակի սա նորից պիտի այս բառն ասեմ, ժպիտ է առաջացնում, անիմաստ ինչ-որ բաներ են, երեք օրինակ Միքայել Սրբազանի դատն էր, դրանից առաջ մեր մյուս սրբազան հայրերի դատն էր, բոլորը տեսնում եք, որ անհիմն են։ Շնորհակալություն։